Բարև ձեզ, պարոն Սպարտակյան։ Բարև Զարա ջան։ Շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար, պարոն Սպարտակյան, քանի որ ձեր քաղաքական ուժը Ուժեղ Հայաստան կուսակցությունը արդեն իր հայտը ներկայացրել է եւ դուք էլ, որքանով տեղյակ եմ, համակարգում եք Սփյուռքի հետ կապերը, այսօր մեր զրույցը կծավալվի հենց Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին, հիմնական շեշտադրումները կլինեն, բայց մինչ այդ քաղաքական այս process-ի մեկնարկի մասին խոսենք, որովհետեւ ամեն ինչ սկսվեց, նաեւ ձեր քաղաքականություն մտնելը սկսվեց հենց երբ Սամվել Կարապետյանի կալանավորման դրվագը եղավ եւ Մայրաթորի շուրջ տեղի ունեցողը, որին հստակ արձագանքելուց հետո դուք փաստացի հետ կանչվեցիք Եկատերինբուրգի Պատվո հյուպատոսի պաշտոնից, նախ ինչպես արձագանքեցին Մայրաթորի եւ Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցողին հայ համայնքում եւ նաեւ ձեր պաշտոնից այսպես հետ կանչին։ Խնդրեմ։ Զարա ջան, շնորհակալություն հարցի համար։ Դե արդեն ոնց որ մոռացված թեմա է, բայց մի հատ էլ անդրադառնանք։ Սկսենք դրանից, ինչա պատվո հյուպատոսը նշանակում, չէ՞։ Հյուպատոս, պատվո հյուպատոս տարբերությունը։ Պատվո հյուպատոսը հասարակական, այսինքն գործունեությունն է, դու չես ստանում Հայաստանի Հանրապետությունից ոչ աշխատավարձ, ոչ զինանշան, անգամ դրոշ չես ստանում, ամբողջովին կառուցում ես գրասենյակ, բարձրացնում ես Հայաստանի դրոշը, զինանշանը եւ ԱԳՆ-ի հետ ունես պայմանագիր, որ անպայման շատ կարեւոր օրերը մեր անկախության տոնը, բանակի տոնը, այն ժամանակ դեռ կարեւոր էր ցեղասպանության օրերը, չգիտենք հիմա այդ օրակարգից դուրս է եկել վերջի տարիներին եւ միջոցառումներ ես անում, ներկայացնում ես Հայաստանը։ Ու շատ կարեւոր է էկոնոմիկան, այսինքն կապերը, 3 էկոնոմիկայի նախարարի ընթացքում աշխատել եմ ամեն իրանց այցերն եմ միշտ եղել, Եկատերինբուրգում բոլորն էլ ինչ ճանաչում են, այն ժամանակ գնահատում են բարձր աշխատանքը, որտեղ թվերն աճում էր Հայաստանի հետ, տավարաբարոն աճում էր, բայց տենց որոշեց այսօրվա մեր ժողովրդավարական իշխանությունը, որ եթե այդ մարդը համաձայն չի այս ամեն ինչին, ու ինձ իմ կարգավիճակը կայացրեցին տեղի 100,000 Ուրալյան շրջան, այդ Ուրալսկը Պրիվոլսկի այդ օկրուգում ապրում մոտ 100,000 հայ, իրանք զրկվեցին այնտեղից ուր դե կարող են գալ, հարց տալ, հարցերի պատասխան ստանալ, խնդիրներ լուծել։ Այդ ամենը այդտենց սկսվեց, ես որևէ բանի համար չեմ զղջում, ուղղակի զղջում եմ նրա համար, որ Եկատերինբուրգը երրորդ քաղաքն է Ռուսաստանի եւ Ուրալում այսօր կա ամբողջ SNG-ի եւ համարյա թե բոլոր երկրների գլխավոր պատասխաններ եւ Հայաստանը ներկայացված չի, բայց դե երևի Հայաստանին դա պետք է չի, Զարա ջան։ Այդ օրերին մենք հիշում ենք, որ կարծեք էքշն ֆիլմի նման իրավապահ համակարգի տարբեր ներկայացուցիչներ մտան Կարապետյանների տուն եւ այլն, ինչպիսի զգացողություններ առաջացրեց այս ամենը Սփյուռքում, ձեր շրջապատում, Կարապետյանին ճանաչողների, չճանաչողների մոտ գուցե ոչ անձնապես։ Խայտարակություն։ Գիտեք, անգամ որ հանդիպում ենք հայրենակիցներին, մարդիկ խուսափում էին կոնտակտից, ինչն ռուսների հետ օտարացել, դե բոլորին դարձ հետաքրքիր էր Ռուսաստանի Դաշնությունում, աշխարհում մեկ մարդիկ գիտեն Սամվել Կարապետյան ֆենոմենը, այդ մարդուն եւ միշտ կապել են իրան մեր ազգի լավագույնի հետ։ Ու ես էլ չեմ խոսում, ասինքն մեր մարդիկ դե բարձա չէ, որ էդի ՍՄԻ-ում ամենտեղ Ռուսաստանի շատ ամենտեղ էդի շեշտված էր, որ մտել են, խոզարկել են այդ վիդեոները, դա խայտարակություններ ու յուրաքանչյուր հայի համար, ոչ մենակ Սփյուռքի ապրող, թե այդ էքշնը ձեր ասած Սամվել Կարապետյանի տունը կամ այն Էջմիածնի էքշնը, երբ որ գնացել էին շատ մարդիկ սրբազան Միքայել Աջափանյանի հետևից, այդ ամենը մի ֆորմատի մեջի խայտարակությունն է ու մարդիկ տանում են ոնց որ մտել են ձեր տուն, քո ծնողին են տանում, քո եղբորն են տանում, խայտարակություն, ուրիշ բառ չեմ կարող ասեմ, Զարա ջան։ Արդեն Ուժեղ Հայաստան կուսակցության թիմի անդամ եք, կուսակցության անդամ եք եւ վերադառնալով քաղաքական օրակարգերին, ինչպես միացաք կուսակցությանը, քաղաքականություն մտնելը ձեզ համար
անհրաժեշտություն էր, թե ինչ որ որոշում, որը պետք է այդ պահին կայացնեիք։ Անդրադառնամ Զարա ջան, էլի ոնց որ իմ նախկին այդ 7 տարում պատվո-պատոս եմ եղել 3 հատ դեսպանափոխվել, երբևիցե չեմ եղել ոչ մի կուսակցական, ոչ Ռուսաստանում, ոչ Հայաստանում։ Ես միշտ համարել եմ ու չեմ կրիտիկայի ենթարկել երբևիցե իշխանությունը, ու չեմ սիրում կրիտիկա անել, սիրում եմ աշխատել ու այ ոչ թե ինչ որ մեկին կրիտիկա անել։ Եվ չի եղել այդպես ցանկություն որևէ քաղաքական ուժի միանալ, բայց այս դեպքերից հետո երբ որ Սամվել Կարապետյանին կալանավորեցին այդ մեր ձևով բառի համար, եւ հետո երբ որ շարժումը նոր պետք է սկսվեր, ես անձամբ ինքս եմ ոնց որ գիտեք այդ կամավորական շարժումը, ես միջև էլ եմ կամավոր գործ արել հայրենիքին ծառայել, ես կամավոր եկել եմ, ասել եմ ժողովուրդ ջան, ուզում եմ միանամ ձեզ, իմ կյանքի փորձը ինչ ունեմ, թե այս 7 տարվա պատվո-պատոս լինելու, թե միջև է, թե բիզնես որդում, իմ փորձը ուզում եմ ներդնել այս շարժման մեջ կամավոր։ Կուզեմ շեշտեմ, որտեվ էլի գիտեմ, որ հանրությունում ինչ որ մարդկանց մեր շարժման շատ մարդկանց բերում են, կպցնում են, ասում են, դե իրար հետ բիզնես են անում, գործ են անում։ Ես ոչ տաշիր ընկերությունում աշխատում եմ, ոչ տաշիր ընկերության հետ գործ եմ անում։ Ես ուղղակի եմ ասում, Սամվել Կարապետյանն այսօրվա մեր ոնց ասեմ, հայ ազգի իրոք պարծանքա, իր արած գործով, իր կյանքի հաջողություններով, իր կյանքի ներդրումներով, իր կառուցողությունով, այդ ամեն ինչով, դրա համար ես ինքս եկել միացել եմ շարժմանը եւ շատ ուրախ եմ, որ շարժումը հասավ եւ գրանցվեց արդեն իսկ քաղաքացիական ուժ ու ասեմ երևակայ դաժե դա քաղաքացիական ուժ է, ազգային ուժ է։ Առաջի անգամ միացել եմ ինչ-որ քաղաքացիական ուժի եւ ինքս կամավոր մեծ սիրով ու ես էլ որպեսի չգիտեմ ուսումնասիրեք, չէ, սիրում եմ վազքով զբաղվել, մարաթոններ եմ վազում, երբևիցե չի եղել, որ մի մարաթոնի գրանցվեմ եւ մինչեւ 42 կիլոմետր ֆինիշի չհասնեմ, վստահ եմ մենք մեր քաղաքական ուժով մինչեւ այդ ֆինիշի հասնելու ենք, մենք այդտենց ենք տրամադրված։ Ամեն դեպքում, պարոն Սպարտակյան, Սամվել Կարապետյանի առաջնորդությունը հաշվի առնելով շատ հանրային քաղաքական շրջանակներ ձեր քաղաքական ուժի հետևում տեսնում են կամ փնտրում են Ռուսաստանի ականջները, այսպիսի մեկնաբանություն է ինչպես եք վերաբերվում եւ հաշվի առնելով նաեւ որ դուք եք Ռուսաստանի Դաշնությունից փաստացի, խնդրեմ անդրադառնաք այդ ռուսաֆոբիային, որ այստեղ կա հիմա։ Զարա ջան, այստեղ հիմա ռուսաֆոբիա է, վաղը կարող է լինի իրանաֆոբիա, ամերիկաֆոբիա։ Իմ կարծիքով ինչի են այդ ամեն ինչը փնտրում։ Այդ մարդիկ կամ այդ KGB տերմինը օգտագործողները, KGB-ն Հայաստանում ու ոնց որ Սովետում ա եղել, չէ՞ շուտվանից չկա տենց հիմնարկ, այդ մարդիկ են մարդիկ են, ովքեր իրենք բան չեն արել եւ հաջողություններ հասած բիզնես ոլորտում, ասես Սամվել Կարապետյանը ուղղակի հաջողությունների հասած, չգիտեմ, մի քանի ոնց իրանք ասում են անշարժ գույքի տեր չի։ Այդ մարդը լուրջ խոլդինգ ստեղծել է ու Սամվել Կարապետյանը այ ոչ թե մենակ բիզնես է ստեղծել, ինքը երբևիցե Հայաստանից չի կտրվել։ Երբ որ դուք նայեք ինչքան հայի, ինչքան մարդու է օգնել։ Ու այս մարդիկ ինձ թվում է այդ ամեն ինչը փնտրում են անդադ, որովհետև իրանք չեն հասկանում էլի ոնց կարելի է երևի Ռուսաստանում, ասինքն կամ դուրսը, ասում եմ, թե հարցը եւակայ Ռուսաստանը չէ, այսօր Ռուսաստանն է։ Ցավում եմ, որ այսօր մենք, չգիտեմ, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում մի քիչ հացել է մեր, ասինքն քիր կորեաններ նոր չունենք, բայց ես վստահ եմ, որ Սամվել Կարապետյանը չլիներ այսօր լիներ Կիրկեր Կորեանը կամ Արգենտինա հայը, ուրիշ բան կփնտրեին։ Մատ ինտերնետով կնայի նետեի այդ ազգային անվտանգության անունն ինչա կբերեին կկապեին, ամբողջ խնդիրը դրա մեջ է, այս մարդիկ չեն հավատում։ Ես Ռուսաստան մեծացել եմ այնտեղ, կարծում եմ ստացել բիզնես եմ անում, ու ձեզ ասեմ, էլի անդրադառնանք այդ պատվո-պատոս թեմային, Հայաստանի շահերի համար։ Մենք այնտեղ պայքար ենք մղում, մենք այնտեղ մեր կարծիքն ունենք, մենք այնտեղ մեր ամենտեղ մեր Հայաստանն ենք ստեղծել, մեր եկեղեցին։ Թող փնտրեն ինչ ուզեն կարան փնտրեն, դե գիտեք, կասկածող մարդը դա ինչ որ երևի բան է, էլի դիագնոզ է։ Թող կասկածեն, խոսան, քննարկեն։
Պարոն Սպարտակյան, չեմ ուզում Սամվել Կարապետյանի թեմայի վրա շատ կենտրոնանալ, այդուհանդերձ հաշվի առնելով, որ իր ուժն եք ներկայացնում եւ հանրային ու քաղաքական դաշտում այսպես հետարքրասիրությունից ելնելով, նաեւ կոնկրետ քննադատաբար հնչող տեսակետներից ելնելով հարցեր են ձևավորվել։ Հիմա ձեր ուժին մեղադրում են եւ Սամվել Կարապետյանին մեղադրում են սահմանադրությունը տրորելու, շրջանցելու մեջ, ասում են այդ իրավական այդ նյուանսը որ կա, որի մասին խոսեցին նաև սահմանադրագետները, ասում են պիտի հարմարեցվի փաստորեն Կարապետյանին սահմանադրությունը, այս տեսակետներին ինչպես եք արձագանքում։ Ճիշտ եք ասում ու հետաքրքիր բան է նոր ճանապարհին որ գալիս է ռադիոյով էլ ասեցի կոմենտարիա ոնց որ նախարար էր կոմենտարիա տվել ներքին գործերի ասում է դե երկքաղաքացին Զարա ջան կուզեմ ուշադրություն էլի գրավենք ասում է երկքաղաքացին կամ մի քանի քաղաքացի ունեցող համզը վտանգավոր է նախ եւ առաջինը ես իրավաբան չեմ ես փորձեմ մեր հասարակ լեզվով բացատրել Նարեկ Կարապետյանը բացատրեց որ սիրելի հայրենակիցներ այն պահին երբ որ Սամվել Կարապետյանը կառաջադրվի եւ կընտրվի ու ընտրվելու է Հայաստանի վարչապետ լինելու է միայն Հայաստանի քաղաքացի քաղաքացիության դուրս գալու process-ը որևէ երկրում խնդիր չկա խնդիր առաջանում այն դեպքում երբ որ քաղաքացին շփարքեր ունենում հասկանում ենք Սամվել Կարապետյանը օրինապաշտ խոշոր բիզնեսմեն է չի կարա Ռուսաստանի քաղաքացիություն դուրս գալուց հարկային պարտքեր ունենա ինչը վերաբերվում է ասում են սահմանադրությունը տապալելով Սամվել Կարապետյանը չի բերում այդ սահմանադրությունը չի առաջարկում փոխել իր իր կենսագրության տակ ուրիշ բան անում այս տարիներ տասնյակ տարիները որ ամեն քարոզարշավ ստենտրվող խոսք են տալիս որ մենք պետք է ներգրավենք մեր սփյուռքի ուժը մեր սփյուռքի կադրերին բերենք ներդրումներ բերենք սփյուռքը գա մասնակցի սփյուռքից մեծ կադրեր են պետք որ գան մեր երկիրը ծաղկեցնեն դե հիմա Սամվել Կարապետյանը կադրը լավագույն ամենալավ այսօրվա Հայաստանը ծաղկեցնող վարչապետը կարա լինի այդ մարդը ուղղակի ասում է բերեք հանենք այս մեր երկիրը մենք չենք կարող համատել ուրիշ երկրների հետ հիմա մենք ուղղակի խոսում ենք մի բանի մասին կա օրենք որը պետք է հանրաքվեով փոխվի կան օրենքներ որը ազգային ժողովում փոխվում է ազգային ժողովում փոխում ենք մենակ մի բան ասինքն այն ինչ որ ժամանակի այդ բանն են հանում ու ՀՀ քաղաքացին ամեն ինչ մնում է նույնն այդ ժամանակի ինչ որ բան կա որ պետք է չլինի 5-10 տարի ուր դե ապրի գիտեք կարա մարդ 5-10-15 տարի ապրի Հայաստանում հաճախ ենք եւ լինի շատ վատ ու շատ դավաճան ամբողջ այդ այլ то есть սահմանադրական ստեղ բան չկա այդ են մարդիկ են խոսում ովքեր էս չգիտեմ սահմանադրությունը փորձում են ամեն օր փոխել ուղղակի ուզում է այդ մարդը այդ ենք անել որ սահմանադրությունը այդ սահմանադրությունը չի փոխում այդ օրենքը որ Հայաստանի վարչապետ ընտրվողը կարա լինի ուղղակի Հայաստանի քաղաքացի միայն то есть էս ուզեմ էլի շեշտենք որտեղ մարդկանց չգիտեմ խի այսօրվա դու գիտեք մենք սիրում ենք անվանել փոքրիկ խմբակը շատ այնց այդ մարդիկ պատրաստ չեն արդար դաշտում Սամվել Կարապետյանի հետ մրցակցեն ուզում են բաներ օրինեն դուք էլ նշեցիք որ այո մարդիկ հնարավոր է ապրեն հայրենիքում եւ չլինեն այնքան օրինակ հայրենասեր ինչպես Սամվել Կարապետյանը բայց շատ հաճախ Սփյուռքին մեղադրում են հերվից հայրենասիրություն ունենալու մեջ, հերվից հայրենասիրության պայքարելու մեջ, արդարացի է այս նկատառումները նաև հանրային շրջանակների կողմից եւ հետագայի համար անընդհատ խոսում են, այո, դուք էլ նշեցիք Սփյուռքը ներգրավելու մասին։ Ինչպես եք պատկերացնում Սփյուռքի քաղաքական ազդեցությունը Հայաստանում, ինչ ինստիտուցիոնալ կառույցների տեսքով, ինչպիսի ներգրավում, ինչ անել, որ օրինակ այո այդ խոստացված ներդրումները, որոնք էս 8 տարի, որոնց մասին էս 8 տարի խոսում են եւ այդպես էլ ակնառու չեն լինում, ի վերջո կան Հայաստան նաեւ Սփյուռքից։ Խնդրեմ։ Սփյուռքը գալիս էր Հայաստան, չէ՞, մեր հայրենակիցները Սփյուռքից գալիս էին։ Արարատի ֆոնին էին նկարվում, ռեստորաններ էին գնում, մեղադրում էին, ասում էին գալիս եք, դե չեք խնդիրներով երկրից բանանում, ախր դուք ինչ մենակ գալիս եք այդտեղ ռեստորան։ Այսօր Սփյուռքը ասում են գանք մասնակցենք։ Ես Զարա ջան 20 թվին կոവിഡ്ի ժամանակ 20 թվին պատերազմի ժամանակ ես տեսել եմ դեսպանատան այդ ժամանակ Մոսկվայում մի քիչ շեղվենք այդ շտաբին
շտաբի ակտիվ անդամների այդ հումանիտար օգնությունների մեր քաղաքացիներից տեսել եմ Սփյուռքի պատրաստականությունը։ Սիրում եմ դեսպանատանը նստած էինք եղնում, գալիս էին քաղաքացիներ, ներվայից ասում էին, ինչ եք հանգիստ նստել, ասենք Սփյուռքը ուզում է այսօր մասնակցի, բայց հիմա էլ թեզը փոխել ենք, մեկ էլ ասում են, չէ, եկեք դուք մենակ ռեստորան, տուն առեք, այստեղ գնացեք, նկարվեք, գործ ունեք։ Էդ էլ ամենամեծ խնդիրն է նա, որ մենք այսօր Հայաստանում առաջացել է, աշխարհում տերմիններ առաջացել, հայաստանցի, դա վտանգավոր տերմին է ու բան։ Բոլորը հայ են ու ես ինձ էլ դուր չի գալի, երբ որ շեշտում են, ասում են Հայաստանի քաղաքացի։ Հայաստանի օրենսդրությամբ յուրաքանչյուր անձը, ով կրում է անգամ 25% հայկական արուն, չգիտեմ, տատիկի կամ պապիկի կողմից, ինքը Հայաստանի օրենքով դառնում է Հայաստանի քաղաքացի։ Մենք ինչ ենք այդ տարբերում։ Ուղղակի մի մասը մարդիկ շատերն են ցանկանում, դա էլ որոշ չափի խնդիր են սարքել քաղաքացիություն դառնալը։ То есть Սփյուռքը ուզում է Հայաստան ներդրում ունենա, թե նյութապես, թե գիտելիքներով գա, ծաղկեցնի, ապրի։ Ու այսօրվա մի քիչ կուզեմ անդրադառնանք մեր էկոնոմիկայի առումով ներկայացրած մեր ծրագրերին, շատ մեծ արձագանք հաստատել փոքրիկ բիզնեսին 0%-ը։ Ինչի համար, որտեղ մեր մեծ քանակ հայրենակիցները Ռուսաստանի Դաշնություն զբաղվում են, ինչ որ ունեն փոքրիկ կետեր, որտեղ միրգ են վաճառում կամ, չգիտեմ, հեռախոսներ են վաճառում, կոշիկի վերանորոգումով են զբաղվում, այդ մարդիկ, այդ վերջի 10-15 տարվա արտագաղթած մարդիկ, այդ մեծ տոկոս են, ու իրանք այսօր ասում են իդեալն է վերադառնանք մեր երկիր, տոկոս չկա մեր երկրում, մեր հայրենիքում, то есть Սփյուռքը հետաքրքրված է եւ երբ որ Սփյուռքին չվերաբերվել այդ հենց օտարի նման չհերվածնել եւ Սփյուռքի բաներ ասեմ Սփյուռքը շատ մեծ տարածում էր ստացել այն վիրավորական բառ չասեմ դաժե անգամ այդ շեշտումը երբ որ այսօրվա շատ բարձր պաշտոնյա Սամվել Կարապետյանի մասին խոսելուց ասեց օտար երկրացի ինքը Սամվել Կարապետյանին չասեց դա 2 միլիոն Ռուսաստանի, մոտ 1 միլիոն Ֆրանսիայի, 2 միլիոն ԱՄՆ-ի քաղաքացիներին տենց կոչեց։ Երբևիցե ոչ մեկը հային Սփյուռքի ապրող չի ասել օտար երկրացի։ Եվ Սփյուռքը չի ուզում լինի օտար երկրացի, ու Սփյուռքը օտար երկրացի չի, Սփյուռքը հայ է, Հայաստանի քաղաքացի է եւ պետքա եւ ուզում ամեն ինչ անի իր երկիրը ծաղկեցնի։ Ունենանք սիրուն ժամանակակից ապրելու համար լավ երկիր։ Փաշինյանի իշխանության կառավարման տարիներին այդ կարծեք սևի սպիտակի բաժանումը նաև տեղափոխվել Սփյուռք, այդ մասին համենայն դեպս ահազանգում էին Սփյուռքի պատմական ինստիտուցիոնալ կառույցների ղեկավարներ եւ այլն, մեծ հետ զրույցներում նաև արձանագրումներ են արել։ Դուք օրինակ իշխանափոխության պարագայում, հնարավոր իշխանափոխության պարագայում ինչպես եք պատկերացնում Սփյուռքի հետ աշխատանքը, ինչ առաջնահերթություններ եք տեսնում, ինչպես պետք է ըստ ձեզ կառուցել Սփյուռքի հետ նոր աշխատելավոճը այս տեղի ունեցածի ֆոնին։ Ես իմ փորձից էլի ելնելով Սփյուռքը այնքան հետաքրքիր կալորիտ է, այնքան հետաքրքիր մարդիկ են։ Տարբեր ժամանակներին Հայաստանից դուրս եկած, Հայաստանի տարբեր բնակավայրերից Գեղարդունիքից, Տավուշից, Արցախից, չեմ ես ամենն ասում, իրանք բոլորը տարբեր են, բայց իրանք բոլորը սիրում են Հայաստանը եւ իրանք բոլորը ունեն արտահայտվելու կարիք, լսելու կարիք եւ առաջի աշխատանքը, որ մենք անել ենք, ու անձամբ ես այտենց եմ աշխատել իմ մարզում, որևէ խնդիր չենք ունեցել, բոլորն իրար հետ լավ, որովհետեւ լսել ենք մարդկանց, որովհետեւ կարեցել ենք հասկանալ խնդիրների մասին, անձամբ ես շարունակելու եմ մեր քաղաքացիական ուժում զբաղվել Սփյուռքով եւ առաջինը ինչ մենք անելու ենք, մենք մեր Սփյուռքին սկսելու ենք հանդիպել, լսել եւ խոսել իրանց հետ եւ իրենց առաջարկները ընդունել, այլ ոչ թե խոսալ, ինչ որ մեկ նախարարություն է Սփյուռքի, մեկ չգիտեմ հիմա ոնց է կոչվում, երևի ոչ մի բան էլ չի կոչվում, այտենց չի, այդ մարդկանց հետ աշխատելա պետք, բոլորի հետ, իրանք բոլորը տարբեր են, գիտեք, Սփյուռքում կան մարդիկ, որ չգիտեն հայերեն, բայց իրանք ոչ պակաս հայրենասեր են,
իրանց մեղադրել նրա մեջ որ հայերեն չգիտեն, չի կարելի։ Իմ հասակի երիտասարդներ, տենց ասենք, Ռուսաստանում, Ամերիկայում մեծացած շատ քչերն են խոսում, ու այդ մարդիկ մեղավոր չեն։ Պետքա ստեղծենք մենք այդ պայմանները, այ ոչ թե ընկնենք մի հատ էլ ուզենանք իրանց համախմբող եկեղեցին քանդենք։ Սփյուռքի է, ասենք հստակ պատասխանեմ ձեր հարցին, առաջի իսկ օրվանից մենք արդեն ենք սկսել։ Ես արդեն սկսել ենք այդ ամեն ինչ, որ պետք է խոսենք, լսենք առաջարկները, ու դա չենք օգտագործում որպես քարոզ, որտեղ Սփյուռքում մենք ունենք տաղանդավոր մարդիկ։ Գիտեք, մարդը օտար ազգերի մեջ, այդ մեծ երկրներում կձևավորվում է, փորձ ունի, ինքը թե բիզնես ոլորտում, եւ այդ խորհուրդները եւ այդ մարդկանց փորձը պետք է բերել ներդնել։ Այ ոչ թե այդ մարդկանցից խուսափել, որովհետեւ վախենալ, որտեղ կարող իրանք ավելի խելացի եղնեն, դե ինչ եմ ուզում պետք է իրանց խորհուրդներն իրանց։ Պարոն Սպարտակյան, ձեր քաղաքական ուժի խորհրդանիշ զարդը ձեզ վրա է, Մասիսն է, Արարատ լեռը, որի դեմ ինչ որ անհասկանալի պայքար են մղում իշխանությունները, ասում են իրական Հայաստանում չի տեղավորվում Արարատ լեռը։ Այս հատուկ է դրվել Մասիսի խորհրդանշանը ձեր այսպես խորհրդանշական զարդի վրա։ Զորա ջան, ես չի ասի հատուկ է դրվել, ես օրինակ շատ է դուրս գալի, որտեղ ես Արարատ լեռը շատ եմ սիրում, Արագած լեռներն եմ շատ սիրում, բայց պետքա ռեալ խոսանք, Արարատ լեռը աշխարհով մեկ ճանաչված է, ասինքն Արարատն ու հայը դա միասին է։ Եթե այսօր ֆրանսիական Պերնո Ռիկարն է պահպանում Արարատ լեռը, չէ, իր արտադրանքի վրա մենք Արարատ լեռից էս ուզում ենք խոսափենք, շատ ուրախ եմ, այնքան շատ դուրս եկավ երեք մեր կուսակցական եղբայրների հետ, որ ամենքս մերը վերցինք, հետո երեկոյան հանդիպեցինք, մեծ սիրով եմ կրում եւ այդ Արարատ լեռի էլ թեման, գիտեք, շատ բարդ թեմա է։ Արարատ լեռը սաղ կյանքը յուրաքանչյուր հայի համար կարոտ է, ձգտում է ու դա այնդ չէ էլի որ մեղադրեն, ասենք մենք ուզում ջոր տարածքային բան ունենք, չէ, Թուրքիայի հանդեպ կամ բան։ Ոչ, ուղղակի մենք սիրում ենք այդ լեռը, մենք կարոտում ենք։ Այո, յուրաքանչյուր հայ երազում է։ Երբ որ այսօր մարդիկ որոշում են կայացնում, որ Արարատ լեռը հանենք մեր կյանքից, բան չի չեն մի հատ Հայաստանում 3 միլիոն մարդ ապրում։ 3 միլիոն մարդն էլ Արարատ լեռը համարում է հայկական, 3 միլիոն մարդն էլ Արարատ լեռը սիրում է։ Ուղղակի մեկն ասում է, չէ, Արարատ լեռը մերը չի։ Պետք է ամեն մարդը որոշում ինչ իրենն է, ինչ իրանը չի, դա չես կարող մարդուն ասես։ Արարատ լեռը մեր լեռն է, մենք այս լեռը սիրում ենք, այդ լեռը ունի շատ մեծ խորհրդանիշ մեր կյանքի համար ու մեզ համար Արարատի գագաթը ձգտում է միշտ դեպի բարձր, դեպի վերև եւ դեպի ուժեղ Հայաստան։ Այդ ուժեղ Հայաստանի տեսլականի մասին խոսենք, իշխանությունները խոսում են իրական Հայաստանի մասին, դուք ուժեղ Հայաստանի մասին եւ ինչպես եք պատկերացնում Հայաստանի Հանրապետությունը 10 տարի անց, եթե կարող եք հակիրճ մի քանի բառով ամփոփենք։ 10 տարի անց ուժեղացած մեր ձևով արժանապատիվ, բայց ասեմ, դուք գիտեք, մենք ինչի մասին որ խոսում ենք այսօր այդ գործերի մասին, մենք դա չենք անգամ սպասում երկուշաբթի օրվան։ 10 տարի շատ ասցիք, մենք մեր քաղաքացիական ուժը, մեր առաջնորդը Սամվել Կարապետյանը հունիսին, երբ որ մեր ժողովուրդը կտա այդ մանդատը աշխատել, չէ, չասենք պոպուլիստ բառեր ծառայել, ման տեսել ենք ծառայողները գալիս ոնց որ չեն ծառայում, էլի մարդկանց նաբարոտ ուզում են ծառայացնել, աշխատել, մենք աշխատել ենք ու տասնյակ տարիներ, տասնյակ ինչքան շատ այդքան լավ արել, բայց արդեն մի տարի հետո կամ կես տարի հետո Հայաստանի քաղաքացին զգալու է տարբերությունը Հայաստանի, թե Հայաստանի հայը ինչքան ապահով է եւ աշխարհում գտնվող յուրաքանչյուր հայը ուր էլ ապրի, որ երկրում էլ ապրի, ինքը զգալու է իր մեջքին ուժեղ պետություն։ Մի քիչ միշտ ուրիշ ձևի է ասել են մեր ուժեղ Ամերիկայի այս հայը, մեր Ֆրանսիայի Շարլ Ազնավուրը։ Այդ մարդիկ եղել են ավելի ուժեղ երևակայ քան ունեցել ենք պետություն, դա եղել է։ Հիմա մենք ուրիշ բան ենք պետք է անենք, աշխատենք, ունենանք ուժեղ պետություն, որ այդ հենց ուժեղ մարդկանց ավելի իսկ ուժեղացնեն։ Իսկ այն մարդկանց, ով ունեն կարիք, իրանք ապահով զգան իմանան, որ պետությունն իրենց մեջքին կայնած, այդ հենց Հայաստանն ենք ունենալու։ Ու այդ Հայաստանը մենք երթել ենք հենց արդեն իսկ սկսել ենք աշխատում ենք, մեզ անգամ չենք սպասում հունիսից սկսենք, մենք արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ։
Շնորհակալություն։ Դե շնորհակալություն։